Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին բերելու է Հայաստան, դիմավորելու է Հայաստանում հատուկ կարգավիճակ է իրենց տալու։ Հարգելի հեռուստադիտողներ, 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից դիմում է Ադրբեջանին, ասում է՝ «Մի հատ ցույց տվեք քարտեզը, որով դուք պատրաստ եք կամ ճանաչում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։ Դրանից մի քանի շաբաթ անց նա հայտնվում է Պրահայում եւ ադրբեջանական քարտեզների հիման վրա հանձնում է Արցախը Ադրբեջանին։ Ինչը տեղի ունենում դրանից հետո։ Գալիս է 2025 թվականի ավարտը, նոյեմբերը, եւ մենք իմանում ենք, որ Ադրբեջանի ընկալման մեջ ընդհանրապես գոյություն չունեն քարտեզներ, որոնցով իրենք Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են։ Դրա վառ վկայությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախորդին արված ելույթը, հիշեցնենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայում նա ի թիվս այլնի նշել է հետևյալ, որ 20-րդ դարի դարեսկզբի քարտեզներով Սևանալիճ գոյություն չունի, այլ նրա փոխարեն կա Գյոյչա։ Կրկին ասենք, Ադրբեջանը ոչ մի քարտեզով Հայաստանի Հանրապետությունը առհասարակ չի ճանաչում։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի խոսելու հերթներ, նա Օրբելի կենտրոնի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակներում ելույթ է ունենում եւ նշում է հետեւյալը, տեսեք, ասում է քաղաքական իմաստով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը արդեն ավարտված է, բայց սոցիալ-հոգեբանական տեսանկյունից դեռևս մենք կոնֆլիկտային փիլիսոփայության կամ աշխարհանկալումների կրող ենք, թե մենք, թե ադրբեջանցիները։ Միևնույն ժամանակ նա անդրադառնում է Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած մեկ այլ մտքին, նշելով հետևյալը, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո նա արդեն խոսել է այն մասին, թե ինչու պետք չէ բարձրացնել հարցեր հումանիտար բնույթի, ավելի կոնկրետ այն մասին, որ չգիտեմ, ադրբեջանցիները գան Հայաստան կամ արցախցիները իրավունք ունենան վերադառնալու Արցախ, այստեղ մենք նույնիսկ մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի իրավունքը բերում հավասարության նշան է դրա միջև դնում եւ արցախցիների հայրենիք վերադառնալու, իրենց բնորան վերադառնալու միջև հավասարության նշան է դնում եւ խոսենք մի փոքր այլ թեմայի մասին, հենց այս ամենի համատեքստում։ Տեսեք, խնդիրը այստեղ կայանում է հետեւյալում. Ադրբեջանում ոչ միայն անցյալում չեն թողել տեղի ունեցած ամենը, այլ նաեւ պետական մակարդակով քաղաքականություն են իրականացնում, որի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տիրի այն նույն մոդելի խաղաղությունը, որը կա Արցախի Հանրապետության տարածքում, այսինքն Արցախում չկան հայեր, բայց այնտեղ չեն կրակում։ Պատկերացրեք մի իրավիճակ, Հայաստանում չկան հայեր եւ այդտեղ եւս հնարավոր է ադրբեջանցիները միմյանց վրա չկրակեն։ Իսկ ինչու ենք մենք այդպես ասում։ Լավ, նույնիսկ այսպես ասենք, ինչու ոչ միայն մենք ենք այս ամենը ասում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսպիսի լրագրողական մի ցանց կա OC Media, հետաքննող լրագրողներ են եւ իրենք բավականին հետաքրքիր տեղեկատվություն են հրապարակել, հետաքննություն են արել, որից պարզվել է, այսինքն հղում են արել Ադրբեջանի նախագահական վարչակազմից արտահոսած փաստաթղթերին, որոնցից պարզ է դառնում հետևյալը, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը, այսինքն ամենաբարձր հնարավոր մակարդակը Ադրբեջանում աջակցում են այնպիսի մի երևույթին, ինչպիսին է Ադրբեջանի արևմտյան ադրբեջանցիների համայնք։ Ինչպես են իրենք աջակցում, բացի նրանից, որ մանրակրկիտ ծրագիր է մշակված, թե ինչով պետք է զբաղվի այդ համայնքը, նյութատեխնիկական բավականին տենց լավ ապահովում իրենք ունեն, նաև հնարավոր բոլոր հարթակներում իրենք առաջ են քաշում են գաղափարը, որ եղել են ադրբեջանցիներ, որոնք ապրել են Հայաստանի Հանրապետության տարածքում, իրենք պետք է հնարավորություն ունենան վերադառնան իրենց պատմական տարածքներ, ավելին այդ ցանցի լրագրողները իրենց հետաքննության մեջ նշում են հետևյալը, որ առնվազն կարող է կարծիք ձևավորվել, որ Ադրբեջանը առեշտ անելով այս նարատիվը Հայաստանի Հանրապետության դեմ ապագայում տարածքային պահանջներ ներկայացնելու կամ որոշակի գործողություններ իրականացնելու համար հող է նախապատրաստում։ Այսինքն ինչի մասն է խոսքը, հարգելի հեռուստադիտողներ, սրանք KGB-ի գործակալներ չեն։ Սրանք հիբրիդային պատերազմի մասնակից քաղաքական ուժեր չեն, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա քարոզիչները ասեն, որ այդ OC մեդիայի լրագրողները, չգիտեմ, 5-րդ Շարասյան ներկայացուցիչ են, KGB-ի գործակալներ են, իրենք ներկայացրել են իրողությունները, բայց այստեղ կա եւս մի քանի չափազանց կարևոր հարց։ Լավ, այս լրագրողների հետաքննությունն էր պետք, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, թե ինչ է արևմտյան Ադրբեջանը, ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ որ խոսում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այն գինը, որը նա պարտավոր է վճարել իր իշխանության վերարտադրության
պայմաններում այդ գինը իր մեջ ներառում է նաև այն, որ ադրբեջանցիները իսկապես հատուկ կարգավիճակով, ինչի մասին իրենք եւս խոսում են, պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ բացի նրանից նա նաև որոշակի առումով կոմունիկացիաներով պետք է վճարի իր հնարավոր պոտենցիալ վերարտադրության համար, ինչը ի թիվս այլնի այսօր Նիկոլ Փաշինյանը ասել այդ Օրբելի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում նա նշել է հետևյալը, որ թիվ 1 շահառուների ցանկում այսպես կոչված Թրամփի ու կենտրոնական Ասիայի պետություններն են, որովհետև իրենք հնարավորություն կունենան ընդլայնել իրենց առևտրային կապերը։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը այստեղ Եվրասիական տնտեսական միությունից է խոսել, ասել է, ոնց է հնարավոր, որ Հայաստանը եւ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ լինեն, բայց չկարողանան ուղիղ առևտուր անեն եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այստեղ կենտրոնականը հենց դա է։ Կենտրոնական Ասիայի երկրները ընդլայնում են իրենց առևտրային հնարավորությունները։ Հիշում եք, մի այսպիսի պաշտոնյա կար, ամերիկացի պաշտոնյա պետդեպի ներկայացուցիչներ, նա Արցախի հանրապետության եւ Արցախահայության դահիճներից մեկը, Ջեյմս Օբրայենը, նա ի թիվս այլի նշել էր հետևյալը, որ միջին միջանցք ասվածը չափազանց կարևոր է կենտրոնական Ասիայի պետությունների համար եւ կարևոր է այն համատեքստում, որ դա հավելյալ ճանապարհ է դառնում, որպեսզի կենտրոնական Ասիայի ապրանքները կան հասնեն Թուրքիա, կան հասնեն Ադրբեջան, այդտեղից էլ դուրս գան միջազգային համաշխարհային շուկաներ եւ որ ամենակարևորն է, իրենք կշրջանցեն դրանով Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երբ որ խոսում է այն մասին, որ կենտրոնական Ասիայի պետությունները հնարավորություն են ունենում դառնալ թիվ 1 շահառուների ցանկում Թրամփի ուղու, ինքը հենց իրականում սրա մասն է ասում։ Տեսեք, հարգելի հեռուստատիտողներ, հստակ մենք սա պետք է արձանագրենք, ոչ ոք դեմ չէ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Խնդիրը կայանում է նրանում, թե ինչ կոնֆլիկտայնության նախագիծ ես դու իրականացում, եւ եթե քո կողմից իրականացվող նախագիծը ինքը ի բնե նպատակ ունի տրանսպորտային բլոկադայի ենթարկել Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, դա խնդիրներ է հանգեցնելու Հայաստանի Հանրապետության համար։ Այս ամենը հաշվի առնելով եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը պետք է նշենք հետեւյալը։ Հիշում եք, չէ, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը բյուջետային լսումների ժամանակ, որ շատ կարեւոր է թե ինչ արդյունքներ կունենան 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, հայ ժողովուրդն պետք է ընտրություն կատարի փաստացի խաղաղության եւ պատերազմի միջև։ Նա շանտաժ է անում, նա ասում է հետեւյալը. եթե դուք չեք ընտրում քաղաքացիական պայմանագիրը, ձեզ սպասում է պատերազմ, բայց վերջին զարգացումները Ալիևի հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի արձագանքը այս ամեն ինչին վկայում են հետևյալի մասին, որ եթե ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեն 2026 թվականին, Հայաստանը արագ թե դանդաղ վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի, այսինքն 4-րդ հանրապետություն ասվածը իրականում դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելու քաղաքական նախագիծ։ Մտածեք այդ մասին։